Ողջույն, դուք լսում եք Հանրագիտ ոդքասթը եւ այսօր իմ հյուրն է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի լաբորատորիայի ղեկավար Քրիստինա Մարգարյանը։ Քրիստինա, ողջույն եւ բարի գալուստ մեր տաղավար։ Ողջույն, հարգելի Աննա, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ շնորհավորում եմ երկու առիթով, առաջինը, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում նոր լաբորատորիա է հիմնադրվել, որի ղեկավարն եք, բույսերի գենոմիկայի լաբորատորիան, մինչ այդ խմբի շրջանակում եք գործում, եւ ձեր նոր գրքի հրատարակման կապակցությամբ, որը այսօր ձեզ հետ բերել եք, Հայաստանի խաղողները, ձեր քանի տարվա աշխատանքի արդյունքն է այս գիրքը։ Գիրքը իրականում ես կատակով ասում եմ իմ երրորդ երեխան է, որովհետև իսկապես երևի շատ ավելի շատ ժամանակ եւ ջանքեր եւ նաեւ սեր տվել եմ այս գրքին, վերջին 10 տարվա աշխատանքի համագումարն է իրականում, ոչ ամբողջը, որովհետև ամբողջը իրականում ծավալով շատ ավելի մեծ էր, որոշել էին գրքում ամփոփել ամենակարևոր, մոռացված, վտանգված, տեղածին հայկական սորտերը եւ ուղղակի մեկ օր առաջ սա կարելի էքսկլյուզիվ եթեր համարել, որովհետեւ դուք առաջին հյուրընկալող կողմն եք, ով պիտի որ ներկայացնի կամ կլուսաբանի գիրքը։ Քանի տեսակ է այս գրքում ներառված խաղողը։ Գրքում ներառված է 181 սորտեր, որոնցից 117-ը տեղացին սորտեր են, 56-ը սելեկցիոն սորտեր են եւ 8-ը վայրի խաղողներ են եւ ինքը յուրահատուկ է նաև նրանով, որ առաջին անգամ գրքում ներկայացված են 50 երբևէ չնկարագրված սորտեր, որոնք հայտնաբերվել են մեր խմբի եւ նախորդ տարիների աշխատանքի արդյունքում։ Իրականում մենք ունենք 200-ից ավելի նման սորտեր, որոնք երբևիցե որևէ գրքում չեք կարող գտնել որևէ տվյալների բազայում, դա մեր գիտարշավների արդյունքում շատ հին այգիներում տարածքներ, որտեղ վաղուց այլևս խաղող չեն մշակում, գնացել հայտնաբերել, հավաքել, նկարագրել եւ փորձել ենք 50-ը ներկայացնել առաջին անգամ այս գրքում։ Դեռ կգանք գրքին, թե ինչպես ստեղծվեց, ինչպես աշխատանքները արվեցին, բայց ուզում եմ հետ գնանք 10 տարի առաջ, երբ որ ձեր թիմը Այն ժամանակ թիմը երևի փոքր էր կամ մենակ դուք եք, նոր սկսում եք աշխատանքները եւ սկսում եք ուսումնասիրել Հայաստանի խաղողի սորտերը։ Այ կպատմեք ոնց որոշեցիք, որ կա դրա կարիքը, այդ հետազոտությունների պակասը, որ կետից սկսեցիք եւ այդ պահին, երբ որ սկսում եք ձեր աշխատանքները եւ վայրի եւ ոչ վայրի խաղողի որքան տեսակներ էին հայտնի ու ինչքան աշխատանք կար անելու։ Շատ հետ պիտի գնամ 2010 թիվ երևի իրականում դա այն որոշումը չէր զբաղվել խաղողի գենետիկայով, դա իմ գիտական ղեկավար պարոն Ռուբեն Հարությունյանը որոշեց, որտեղ մինչ այդ ես զբաղվում էի գենետիկական թունաբանությամբ եւ իմ ասպիրանտական աշխատանքի եւս նվիրված էր քաղցկեղի որոշ տեսակների ուսումնասիրմանը եւ ինքը որոշեց մեկ հանդիպում տեղի ունեցավ Միլանի համալսարանի պրոֆեսորներից մեկի հետ, ով ստացել էր պրոյեկտ, որի նպատակն էր ուսումնասիրել առհասարակ Հարավային Կովկասում խաղողի գենետիկական ռեսուրսները։ Ու պարոն Հարությունյանի որոշմամբ ես ընդգրկվեցի այդ ծրագրում եւ իմ առաջին մասնագիտական փորձառությունը, որովհետեւ ես ունեի մոտավոր պատկերացում, բայց չունեի խորը գիտելիքներ, այնպիսին ինչպիսին հիմա են, առհասարակ խաղողի գենետիկայից եւ գենոմիկայից։ Եվ 2 տարի բարբերաբար Միլանի համալսարանում հետդոկտորական փորձաշրջան էի անցնում եւ այդտեղից հանդիպեցի իմ երկրորդ ղեկավարին, ով վաղուց արդեն նաև շատ հարազատ ընկեր է, հոգու ընկեր, Էրիկա Մաուլը, ով նաև իմ գրքի համահեղինակն է, եւ Էրիկան դարձավ իմ ուսուցիչը, ով սովորացրեց խաղողի գենետիկայի այբուբենը։ Մենք ամիսներ շարունակ, օրեր շարունակ կողք կողքի նստած առավոտից երեկո միասին ուսումնասիրել ենք Հայաստանի տեղացին խաղողները եւ ոչ միայն, նաեւ վերջի 7 տարին շատ ակտիվ աշխատում ենք վայրի խաղողով, որով երբևիցե ոչ ոք Հայաստանում չէր զբաղվել
Եվ ես մա վստահ կարող եմ ասել, որ այն ուսումնասիրությունները, որոնք մենք իրականացրել ենք, դրանք գիտական արդյունավետության եւ նաեւ նորարարության առումով որևէ կերպ չեն զիջում ոչ Գերմանիայում, ոչ Ֆրանսիայում, ոչ Իտալիայում, առհասարակ որևէ եվրոպական երկրում նմանատիպ աշխատանքներից եւ դրա համար շատ մեծ ներդրում ունի հենց գերմանական կողմը, մեր գործընկեր ինստիտուտը, որովհետեւ այս աշխատանքները իրենք իսկապես անդադ պահանջում են որոշակի գումարի ներդրում նյութական ծախսի տեսքով եւ այդ ամբողջ տարիներին իրենք մեր հիմնական գործընկերն են եղել եւ այդ ամեն ինչը արվել է իրենց ինստիտուտի ֆինանսավորման շրջանակներում։ Միայն վերջի տարիներին, երբ որ Հայաստանում գիտությանը, այո, սկսվեց ավելի լավ ֆինանսավորել, մենք ստացանք պրոյեկտներ, միանգամից մի քանիսը, եւ որը թույլ տվեց արդեն ավելի մեծ քայլերով առաջ գնալ, ավելի շատ սորտեր ընդգրկել եւ որ ամենակարևորն էր վերջապես ունենալ մեր երազանքների ենթակառուցվածքը։ Այսինքն եթե դուք ինձ հարցնեք 6 տարի առաջ, որ ինչ ես ուզում դու, ես գուցե երազեի 1-2 կոմերցիոն ինչ-որ գիտի համար, դենթի անջատել, ինչ-որ պրայմերներ եւ այլը, բայց այ ֆինանսավորման աճը մեզ հնարավորություն տվեց շատ մեծ երազել, մեծ նպատակներ դնել ու մեր բոլոր մեծ նպատակները իրականացել են։ Եվ արդեն տեխնիկապես ավելի շատ ավելի հագեցված եք, իսկ օրինակ որ սկսում էիք, շատ դեպքերում եմ տարբեր գիտակարգեր ներկայացնող մարդկանց հետ զրուցելիս լսել, որ իրենք ինչ որ ուղղությամբ հետազոտություններ են սկսել իրականացնել Հայաստանում, օրինակ 2000-ականների սկզբին եւ այդ ժամանակ երբ որ սկսել են, պարզվել է որ դրանով կամ աշխատանք արված չի եղել ընդհանրապես, կամ շատ քիչ է արված եղել։ Հիմա ձեր դեպքում երբ որ սկսում եք, կար գոնե ինչ որ մի բան։ Ոչ, չկար ընդհանրապես ոչինչ արված եւ կային մի քանի 3 ամպելոգրաֆիական գրքեր եւ 3 ռուսական ամպելոգրաֆիական գրքեր, որտեղ ներկայացված էին հայկական սորտերը, սակայն երբ որ մենք սկսեցինք սեկվենավորման աշխատանքները, այսինքն նույնականացում ինչպես ենք անում, մենք նայում ենք գենոմը բույսի, հետո նայում ենք իր մորֆոլոգիան, ձևաբանությունը ինչպիսին է ու պիտի փորձենք մեր հավաքած նմուշը մորֆոլոգիապես նույնականացնել եւ փորձել գտնել ինչ որ նույնանուն սորտ ամպելոգրաֆիական գրքերում։ Եւ այդպես փորձում ենք աշխատել 1-2 տարի, հետո հասկացանք Երիկայի հետ, որ դա ուղղակի անհնար է, որովհետեւ շատ հաճախ հին ամպելոգրաֆիական գրքերում դու տեսնում ես այլ ֆոտո խաղի եւ միանգամայն այլ նկարագրություն ու դու չգիտես հիմա դա ճիշտը որն է, այսինքն ռեֆերենս ասվածը գոյություն չուներ, օրինակ չկար որևէ նաև սկսեիք տեսակավորել նաև վիզուալ առումով։ Այո, եւ մենք որոշեցինք, որ ինչքան էլ որ ծանր լինի, դա իրապես շատ ծանր աշխատանք է եղել, սկսեցինք լրիվ զրոյից, այսինքն ես ծալեցի ու մի կողմ դրեցի բոլոր գրքերը։ Եվ առաջի 8-10 տարին վաղտ ունեցա աշխատել իմ գործընկեր երջանկահիշատակ Մելյան Գագիկի հետ եւ այս գրքում կան սորտեր, որոնք հենց Գագիկն է գտել եւ կա մի սորտ, որ ես որոշեցի անհայտ անունով էր եւ ինքն էր ստացել դեռ իր ասպիրանտական տարիներին անվանակոչել Մելյան Գագիկի անունով։ Դա ինչ որ կերպ երախտագիտություն է մարդու աշխատանքին, քանի որ մենք մի չասեմ առատավոր, բայց ված սովորություն ունենք մարդկանց չգնահատել կենթանության օրոք, այլ ինչ որ լավ խոսքեր ծուլել հետմահու, բայց ինքը իրապես այն մարդն էր, ում հետ ես Հայաստանում գրեթե այգի չկա ու մարզ չկա, որ չենք այցելել, եւ իրենից հետո առաջի ամիսը ինձ համար շատ շոկային էր, հետո ես հավաքվեցի ու իմ թիմով մենք շատ ավելի մեծ թափով եւ հիմա այդ հավաքագրված սորտերը, եթե ոչ քառապատկել, ապա հաստատ եռապատկել ենք, որտեղ այս բան ուղղակի գալուց առաջ ես նայում էի մեր հսկա տվյալների բազան 3480
սեկվենավորված գենոմով նմուշներ ունենք։ Ենթադրում եմ դա ահռելի դաշտային աշխատանքեր ենթադրում։ Դուք դաշտային աշխատանքները սկսել ինչ-որ պահի դադարեցրել եք, թե դա շարունակական process է, դուք հավաքելուն, սեկվենավորելուն ու տեսակավորելուն զուգահեռ նաև շարունակում եք անդադ դաշտային աշխատանքներ անել։ Դա անդադար process է, որովհետև ինչ որ X պահի քեզ թվում է, որ երևի էլ գյուղու այգի չկա, որ չես մտել, բայց այս տարի անգամ Վայոց ձորից, որ ինձ թվում էր, ես բոլորի այգիները անկիր գիտեմ, մենք նորից գտել ենք անհայտ սորտեր, շատ մեծ բացահայտում էր մեզ համար Սյունիքը եւ Սյունիքի հետ աշխատում է բացառապես իմ խումբը, ինչպես նաեւ բոլոր անհայտ սորտերի հետ, այսինքն մենք ոչ միայն սեկվենավորում ենք գենոմները, այլ իրենց ագրոկենսաբանական, մորֆոլոգիական, ամբողջ համապարփակ ուսումնասիրություն ենք փորձում անել սորտի, բացահայտելու նաև սելեկցիոն ու գենետիկ ներուժը եւ ես շատ երջանիկ եմ, որ իմ թիմում աղջիկները դոմինանտում են, երբեմն ասում եմ շատ ֆեմինիստական թիմ ենք, ունենք նաև տղաներ, շատ լավ, որոնք միշտ մեր թիկունքին են, բայց ուզում եմ, որ բոլոր գովասանքի խոսքերը գնան իմ աղջիկներին, որովհետև անկախ եղանակային պայմաններից ձյուն, անձրև, ցեխ, կապ չունի օծերի, կարիճների հետ միասին, եթե մենք որոշել ենք, որ պիտի գործ անենք, մենք անում ենք գործը Սյունիք, Տավուշ, Վայոց ձոր, թիմով գնում ենք, թիմով աշխատում ենք ու որևէ տրտունջ, որևէ անգամ այնքան սեր կա այդ երիտասարդների մեջ ու իրենք այնքան են սիրում այս աշխատանքը, որը քեզ մոտիվացնում է ու դու հասկանում ես, չէ՞ էլի կանգնելու տեղ չկա, դու պիտի շարունակես, որովհետև գիտեք, սա միայն լաբորատոր աշխատանք չի, իսկ հիմա երիտասարդները շատ ավելի նախընտրում են օֆիսային, IT ոլորտ գնան, ավելի կոմֆորտ տարածքում նստեն, ավելի կոմֆորտ միջավայրում աշխատեն եւ շատ դժվար է գտնել երիտասարդների, այն էլ իքական սեռի, որոնք պատրաստ են առավոտը 6-ին արթնանալ ու երեկոյան անգամ այդ հեռախոսի լույսը միացնում են երեխեքը ու դաշտում փորձում են դեռ ինչ որ աշխատանքներ ավարտել, դա իսկապես երջանկություն է ու այդ սերը, որ դու տեսնում ես իսկ դա մասնագիտության մեջ ամենակարևոր մոտիվացնող գործոնն է, դու պիտի սիրես այն աշխատանքը, որ անում ես, որտեղ ինքը իրապես շատ բարդ աշխատանք է, այսինքն մենք դաշտային աշխատանքից հետո շատ մեծ նաև լաբորատոր ծանրաբեռնվածությամբ ենք աշխատում եւ իրենք դա անում են գերագույն բավարարվածությամբ եւ շատ մեծ սիրով ու կարծում եմ դա մեր հաջողության հիմնական գաղտնիքն է, գուցե Իսկ եթե համեմատենք հիմա այս ժամանակահատվածը եւ ավելի քան 10 տարի առաջվա այդ շրջանը, երբ որ նորից սկսում, այդ հետաքրքրությունը նույնն էր, թե հետաքրքրությունը ժամանակի հետ է եկել, այլ նշում եք, որ երիտասարդ ոգևորված անդամներ ունեք թիմում, որոնք այսպես սիրով աշխատում են, մոտիվացիայով աշխատում են, դա միշտ է եղել, թե նոր միտում է։ Գիտեք, դա ժամանակի հետ կապված չի, ինձ թվում է դա մարդու բնույթից է, հա, կան երիտասարդներ, որոնց ինչքան էլ մոտիվացնես, ինչքան էլ ֆանտաստիկ լաբորատորիա ունենաս, ինքը տենց դեմոտիվացված կգա, դեմոտիվացված կգնա։ Իսկ դա ուղղակի գալիս է այն հետաքրքրությունից, որ ունի երիտասարդը, եթե ինքը հետաքրքրված է, եթե ինքը 1-2 անգամ եկավ ու զգաց, որ դա իրեն հետաքրքիր է ու սկսեց սիրել, այդ բանալի բառը սիրել այն աշխատանքը, որով դու պիտի զբաղվես, ուրեմն որևէ խոչընդոտ չի կարող լինել, որովհետև 10 տարի առաջ էլ կային մոտիվացված մարդիկ, ես էլ եմ երիտասարդ եղել, իմ մոտ չի պակասել, հա, ես ամեն տարի, երբ որ նույն ոգևորությամբ նոր սորտ եմ գտնում, նույն ոգևորությամբ սպասում եմ, երբ պետք է գենոմային դատաները գա, տեսնեմ, ես ճիշտ եմ, արդյոք նոր սորտ է, որևէ բան չի փոխվել ու այդ ամեն ինչի հիմքում նորից սերը ու աշխատասիրություն, համառություն, պատասխանատվության զգացում, դա ամենակարևորն է եւ երիտասարդների եւ կապ չունի, թեկուզ միջին տարիքի գիտաշխատողի համար։ Քանի հոգի եք հիմա թիմում։ Հիմա թիմում 5 մշտական անդամներ եւ տարբեր պրոյեկտներ ունենք, որտեղ կան նաեւ ոչ գիտության հետ մինչ այդ կապ ունեցող մարդիկ ու դա իմ ամենամեծ ցանկությունն էր, որովհետեւ ես շատ եմ ուզում, որ պրակտիկ աշխատանք ունեցող մարդիկ, որոնք ունեն շատ ավելի մեծ փորձառություն, օրինակ դաշտային աշխատանքներում, որը գուցե մենք չունենք, իրենք անպայման գան մեր թիմ
որովհետև նրանք նաև գիտելիքներով են լավ զինված, բայց գիտության հետ կապ չեն ունեցել, հա։ Օրինակ խաղողագործներ ենթադրում Այո, եմ, հա։ այո, գինեգործ, խաղաղագործ, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ մարդիկ շատ մեծ սիրով էլի երիտասարդ տղաներ են, որոնք մասնավոր սեկտորում են աշխատում, որը նորմալ է, հասկանալի է, բայց իրենք նաեւ մեր թիմում են ընդգրկված եւ մեր բոլոր աշխատանքները համատեղ իրականացնում ենք։ Նշում եք, որ տեսակներից մեկը, որ ձեր գործընկերն է իր կենթանության օրոք հայտնաբերել, իր անունով եք կոչել, հաճախ է լինում, որ տեսակներ եք հայտնաբերում ու կարիք է լինում անվանակոչման, ու այդ գործընթացում ինչով եք առաջնորդվում, հա, ոնց եք որոշում, այս տեսակը հայտնաբերեցինք, մինչև հիմա գրանցված չէր, ոնց որոշենք դրա համար անուն։ Ուրեմն սա մինչև մի քանի ամիս առաջ լուրջ խնդիր էր, որովհետև այդ աշխատանքների, այսինքն մենք ինչպես ենք որոշում, որ դա նկարագրված չի։ Քանի որ մեր տվյալների բազան գենոմային հիմա իսկապես շատ մեծ է, որովհետև այդ տարիների ընթացքում ես ոչ միայն հայկական սորտերի հետ եմ աշխատել, այլ ես ունեմ սեկվենավորված շատ վրացական սորտեր, ադրբեջանական սորտեր, ուկրաինական սորտեր, Սլովենիա, Խորվաթիա, շատ մեծ բազա ունեմ, երբ որ այդ բազայում դու չես գտնում նման գենոտիպով որևէ նմուշ, հետո փորձում ես արդեն օգտագործել բոլոր հրապարակված գրքերում նկարագրությունները ամպելոգրաֆիկ, եթե այդտեղ էլ չես գտնում քո սորտի հետ համընկնող, արդեն դու իրեն դասակարգում ես որպես մեզ մոտ այդպես unknown 1, unknown 2, անհայտ 1, 2, 3 սորտեր, հիմա 200-ը անցել են, եւ գիրքը երբ որ գրում էի, սկզբից հենց գրքում իրենք unknown 1, 2, անհայտ 1, 2, 3 էին, հետո ես ասացի, չէ, ժամանակն է, որ իրենց անուն տանք եւ խնդրեցի խաղաղագործության գինեգործության հիմնադրամին եւ նաեւ գրեցի բոլոր գինեգործներին, որոնք կանգնած են Հայաստանում գինեգործության վերածննդի հետակունքներում, ավագ սերնդին հիմնականում, եւ մենք հավաքվեցինք ու խաղողի սորտերին անուն տալու համար հստակ այդպես չափորոշիչներ կան։ Առաջինը դա իր արտաքին տեսքն է, երկրորդը պետք է կարող ես նաև օգտագործել որոշակի տեղանուններ, որտեղից որ դու գտել ես եւ այլը։ Եվ մենք 50 սորտ անվանակոչել ենք, հետո ես այդ սորտերը ուղարկել եմ լեզվի ինստիտուտ, այնտեղ էլ կա կոնսորցիում, որոնք ստուգել են արդյոք դրանք մաքուր հայկական անուններ են, որովհետև մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, երբ որ ես մեր սորտերը փորձում էի գրանցել եվրոպական տվյալների բազայում, չգիտես ինչի շատ սորտեր անգամ ամպելոգրաֆիական գրքերում իրենք ադրբեջանական եւ թուրքական եւ արաբական ծագում ունեն անունները եւ դա շատ լուրջ խոչընդոտներ էր անդադ ինձ համար ստեղծում եւ դրա համար ես խնդրեցի նորից ակադեմիայից աջակցություն, որ լեզվի ինստիտուտը խորհուրդ հրավիրի եւ բոլոր այդ սորտերի անունները, որտեղ նաեւ կային էլի ոչ հայկական ծագմամբ սորտանուններ, որոնք մենք փոխել ենք անունները հայկական անուններ ենք դրել եւ որոնք բոլորը այս գրքում ընդգրկված են եւ ասեմ որ նմանատիպ մի աշխատանք դեռ 1970 թվականին նորից գիտությունների ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ է տեղի ունեցել եւ 74 սորտ դեռ 70-ական թվականներին են անվանափոխել, որոնք էլի չգիտես ինչի հայկական ծագմամբ չեն եղել անունները, բայց իրենք Հայաստանի տեղացին սորտերն են, բայց անունները ոչ հայկական էին։ Եվ հիմա ժամանակն այդ բոլոր թերությունները շտկել եւ աշխարհում փորձել ֆիքսել մեր փոքրիկ, բայց կարևոր դերը։ Իսկ կհիշեք 1-2 անուն, գուցե ավելի, որ շատ դիպուկ եք բնորոշել, հա, այդ հայտնաբերված տեսակը ու տենց շատ տպավորվել է։ Մեկը ես եմ անվանակոչել վերջերս Տավուշից, շատ սիրուն խաղող էր, սպիտակ ու ոնց որ սաթ լիներ, ասեցի վայ սաթի ես դու ու այդպես դրեցինք սաթի, ինքը ոնց որ շատ սիրուն սպիտակ աղջիկ լիներ, շատ սիրուն է այդ ու իրականում հենց այդպես էլ անում են, տեսքից ոգևորված եւ մի շատ յուրահատուկ մորֆոլոգիայով խաղող էլ Սյունիքից էին գտել եւ իրեն էլ Սյունե ենք անվանել, հա այդպես կան, ես ֆեմինիստական էլի։ Հա, մի քիչ ֆեմինիստական, հա, իրականում անունները մի քիչ աղջկական են, որտեղ շատ սիրուն են։ Իսկ Հայաստանի քանի մարզեր եք
բավականին լավ ուսումնասիրել դաշտային աշխատանքներ արել, որ կարող եք ասել այնտեղ հիմնական մասը աշխատանքի արված է ու քանի մարզեր կան, որ այգիներ գնալու, դաշտային աշխատանք անելու, նոր սորտեր հայտնաբերելու առումով դեռ աշխատանք շատ կա անելու։ Ամենից շատ ուսումնասիրել եւ եղել եմ Վայոց ձորում, եղել եմ Սյունիքի ոչ թե գյուղերում, այլ անտառներում, ձորերում, որտեղից գտել ենք վայրիխաղողները, իրականում շատ վտանգավոր տարածքներ, ես երբեմն գիշերը, որ աչքերս փակում եմ, վախենում եմ, բայց ես ոնց կարող եմ այդտեղ գնալ, որովհետև շատ վախենալու անանցանելի ճանապարհներ էին եւ բայց այդ պահին նորից եմ ասում, այնքան շատ է մոտիվացիան, որ դու չես էլ վախենում ու այս տարի շատ զավեշտալի դեպք եղավ Սյունիքում նորից մենք գնացել ենք ու ես հասել էի հենց Պարսկաստանի հետ սահման, տեղ Ղարադաղ լեռ կա, որտեղ փշալարերն են ու այդ վայրիխաղողը աճում ու փշալարերից այն կողմա գնում, իսկ ես չգիտեմ, որ այս տարածքը վերահսկվում է ռուսական կողմի, ՖՍԲ-ի կողմից, ու այսպես փշալարերից մեր խմբով փորձում ենք տերևներ փոկել, նկարագրելու դենթեի համար ու գալիս է այդ մեծ ՖՍԲ-ի մեքենան, որ մեզ ձերբակալի Մարդը ով մեզ ուղեկցվեր, ասում է դու գիտեք ինքով այն Հայաստանի խաղողի գենետիկ, ասում է ես էլ մայոր չգիտեմ ով է, եկել եմ իրեն գոնե նոր տեսակ գտակ այո վերջ էդ էլ չէ կարևոր ասում նստեք քշեք ու փախեք, որտեղ մեքենա է գալիս, որ ձեր աղջկան տանի բայց այդ շատ հաճելի նաև հիշողություններ են եւ շատ ես սիրում եմ հիմա երբեմն քաղաքի շատ տոքսիկ միջավայրից ոչ միայն տոքսիկ օդի առումով նաև մյուս առումներով փախնել ու գնալ շատ հեռավոր գյուղեր, որտեղ ֆանտաստիկ բարի հայ մարդիկ են ապրում ու ինքնամաքրման process-ի նման դու ինչ որ բան ես անցնում տեղացիները աջակցում են Շատ իհարկե յուրաքանչյուրը կկանչի իմ այգում սա կա, իմ այգում նա կա, արի մեր այգի, բա մեզ մոտ երբ ես գալու։ Վայոց ձորը դե բնականաբար ամենից շատ ուսումնասիրվածն է, Արարատյան դաշտը եւս Սյունիքում շատ գյուղեր են ելի այցելել, բայց դեռ կա աշխատանք անելու։ Այս տարի կփորձենք կենտրոնանալ ավելի շատ Տավուշ չնայած Տավուշից էլ շատ սորտեր ունենք, Տավուշ եւ Սյունիք։ Մեր թիրախում են լինելու այս տարի երկու մարզերը։ Իսկ Արցախում հասցրիք ինչ որ աշխատանք անել։ Այո, բարեբախտաբար 19 եւ 20 թվականին 122 սորտ ու նաեւ վայրիխաղող ունենք Արցախից եւ յուրահատուկ գենետիկական բազմազանություններ Արցախում, որը որևէ փոխկապվածություն լուրջ չուներ ոչ Հայաստանի տեղացին խաղողի, ոչ ադրբեջանականի, որովհետև ես նայում եմ այդ ֆիլոգենետիկական փոխհարաբերությունները ինչպիսին են, կապված էր որոշակիորեն Սյունիքի մարզից որոշ սորտերի հետ, միանգամայն տարբեր էր Ադրբեջանում աճող սորտերից ֆանտաստիկ կենսաբազմազանություններ եւ շատ լուրջ պոտենցիալով եւ հենց սեպտեմբերի 27-ին Գագիկը պետքա մեկներ ու ինքը ճանապարհից հետ էր վերադարձել, որտեվ պատերազմներ սկսվել եւ այդ սորտերը նաեւ իմ հոդվածներից մեկում եմ նկարագրել ու ներկայացրել, նորից շատ լուրջ հակազդեցություն ա եղել մեր թշնամական հարևաններից, անգամ գիտաժողովների ժամանակ իրենք ստանդարտ այդ նույն լոզունգներով գալիս են փորձում են խոչընդոտել, բայց դե քանի որ դա միջազգային ստանդարտներին համապատասխանում միջազգային ամսագրերում է, անգամ միջազգային ամսագրերից մեկը ինձ գրեց, որ 49 նամակ են ուղարկել Ադրբեջանից, խնդրել են հետ ուղարկել հոդվածը, բայց իրենք ասում են, որ մենք դա իհարկե չենք անի, բայց խնդրում ենք հաջորդ անգամ ավելի ուշադիր լինել։ Կա այդ ցավալի եւ արատավոր երևույթը, որ դա նաեւ գիտության մեջ է տեսանելի, բայց ես ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունեցանք աշխատելու եւ այս տարի շատ հետաքրքիր էր, երևի գիտեք Կատարոյին, իրենք տեղափոխվել են Հայաստան եւ ես գնացի իրենց այգի, որտեղ Արցախից բերված խաղողներ կային, որոնցից 4-ը անանուն էին, այսինքն անհայտ չենք հասցրել ուսումնասիրել եւ առաջարկեցի գինեգործին, որ
եթե ինքը համաձայնունք սիրով համաձայնվեց, սորտերից մեկը, այդ անհայտներից մեկը անվանենք կատարող ու գրանցենք միջազգային տվյալների բազայում։ Այո, Արցախից 122 նմուշ ունենք ուսումնասիրած, պլյուս վայրի խաղող, կարծեմ շուրջ 64-65 դրամբոյի հատվածից հավաքած։ Երբ որ խոսում ենք այդ վայրի եւ ոչ վայրի սորտերի մասին, որ հայտնաբերում եք, գրանցում եք, ենթադրում եմ կան ինչ-որ վտանգված տեսակներ, որոնք պետքա բուծել, բազմացնել, ինչ-որ ձևով նպաստել, որ այդ տեսակները այդ վտանգի շեմից գան։ Այդպիսի ինչ-որ համագործակցություններ մասնավոր հատվածի խաղողագործների հետ օրինակ ունեք, որ առանձնացնեք առանձնապես վտանգված տեսակները ու այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանքներ անեք։ Տեսեք, մենք այս պահի դրությամբ արդեն 400-ից ավել տեղացին սորտեր ունենք, true to type են կոչվում, այսինքն իսկական առանցին սորտ է յուրաքանչյուրը, եւ դրանից մինչեւ 40 սորտ է, որ գինեգործության մեջ օգտագործվում է, եւ մնացածը քանի որ չի օգտագործվում, ինքը հետեւաբար ժամանակի ընթացքում դուրս է մղվել կիրառությունից, որովհետեւ դա էլ եկել է դեռևս Սովետ միության տարիներից, երբ որ Հայաստանը դիրքավորվել էր որպես հիմնականում կոնյակագործությամբ զբաղվող երկիր, հա, եւ մշակվել են շատ սահմանափակ թվով որոշակի սորտեր կոնյակի արտադրության համար։ Դա եղել է հիմնական եւ մեծ պատճառը այդ գենետիկական էրոզիա կոչվածի, երբ որ մշակությունից դուրս են մնացել։ Մեր աշխատանքների ամբողջ իմաստը, որ վերգտնենք, վերհանենք եւ պահպանենք այդ վտանգված սորտերը, որոնց մասին նույն ոլորտի մարդիկ ուղակի տեղյակ չեն, հա, մեր գինեգործներից շատերը օրինակ իրենք գիտեն, որ մենք ունենք ոսկեհատ, արենի, կանգուն ու մի քանի եւս սորտեր, մինչև վերջին շարժանակները։ Բայց կան գինեգործներ, որոնք բաց են նոր Բայց սորտեր հիմա ես փորձարկելու շատ համար։ ուրախ եմ, այո, երբ որ գինեգործությունը սկսեց ավելի պոպուլյար դառնալ Հայաստանում, նաև իրենց շատերի մոտ կա շատ մեծ հետաքրքրություն փորձել աշխատել հին տեղացին սորտերով, որովհետև իրապես աշխարհում էլ կա այդ տենդենսը, հիմա իրականում գինեգործությունը ռեգրեսի մեջ է ամբողջ աշխարհում, այսինքն գինու սպառումը նվազել է ամբողջ աշխարհում եւ երիտասարդ սերունդը իրենք նախընտրում են ավելի աղանդերային, ռոզե, քաղցրահամ, թույլ ալկոհոլային գինիներ եւ այդ ավելի խիստ կառուցվածքով գինիները այդքան պահանջված չեն։ Վերջին տարիների ստատիստիկան է ասում OIV եւ աշխարհում իրապես կարիք կա նոր հետաքրքիր համերի։ Իսկ Հայաստանը դա այն երկիրն է, որը իսկապես կարող է զարմացնել այդ նոր յուրահատուկ համերով եւ դրա ամենակարևոր նախապայմանը դա քո տեղացին սորտերն են, որոնք տիպիկ են միայն Հայաստանի եւ չկա որևէ այլ տեղ, որտեղ չկա այդ տերուարը որևէ այլ տեղ, հա, կլիմայական, հողակլիմայական պայմանների ազդեցությունը կոնկրետ սորտի վրա։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք այո գինեգործներ, որոնք շատ հետաքրքրված են հին վտանգված տեղացին սորտերով եւ իրենք անդադ փորձում են գտնել իրենց սրտի կորած խաղողին եւ ստանալ իրենց երազանքների գինին։ Դեպքեր կան այդպիսի, որ Այո։ արդեն ինչ որ մի հատ սորտ վերցրել են, գինի են ստացել ու այդ գինին դուր է եկել, Այո։ մտածել են արտադրելու մասին, հա։ Նաև շատ հետաքրքիր դեպքեր են լինում, որովհետև այդ մշակույթը դեռևս փորձում է արմատանալ, բայց արմատացած չի գիտահեն գինեգործություն անել, այսինքն իրեն գնում են մթերում են խաղող, ասում են արենի է, ասում են լավ արենի է։ Ամբողջ աշխարհում եթե արենի է, ուրեմն ինքը սերտիֆիկացված պիտի լինի։ Մենք չունենք, չնայած 11000 տարվա։ Գնում ենք դրան։ Այս տարի ինչ որ ես կխոսեմ դրա մասին քիչ ուշ, հուսամ որ մենք էլ ավելի քաղաքակիրթ կդառնանք այդ առումով եւ առանց գինեգործյանը նշելու ինքը վերցրել էր X սորտ, արդյունքում բարձեցի որ Y սորտն է, ինքը ասում էր ֆանտաստիկ գինի եւ այդ Y սորտը վտանգված շատ սահմանափակ թվով սահմանափակ վայրերում աճող խաղող է, ինքը ասում էր որ ֆանտաստիկ գինի եմ ստացել, քանի որ ես գինի չեմ խմում, ես այդ որակը չեմ գնահատի, բայց ով խմել էր բոլորը շատ գոհ էին։ Աստորեն դու գինի չեք խմում։ Չէ, ես գինի չեմ խմում։ Չէ, դա գրքիր ամբողջ կյանքում ուսումնասիրեք խաղողները, բայց գինի չէ։ Հա։
երբ որ այդ խոսում ենք այդ մասնավորի այդ համագործակցության մասին, սա նաև ցույց է տալիս այն կիրառական պոտենցիալը, որը կարող է ունենալ, այսինքն մի կողմից դուք հավաքում եք տվյալների հսկայական բազա, որը հետազոտական մեծ պոտենցիալ ունի ձեզ համար եւ այլ խմբերի, որոնք կհետաքրքրվեն այդ ուղղությամբ հետազոտություններով, փաստորեն նաև կարող է տալ գիտելիք գինեգործներին, խաղողագործներին, ինչ-որ նոր բաներ փորձելու, նոր բաներ ստանալու համար։ Ես միշտ նշում եմ, որ մեր աշխատանքները հիմնականում կիրառական արդյունքին են միտված, որովհետև վերջի վերջո մենք գտնում ենք սորտեր, որոնք երբևիցե ոչ ոք չէր գտել, չէր նկարագրել, եւ այդ գիտեք, ցավով պիտի նշեմ, բայց դեռ պատճառները չգիտեմ որն են, բայց դեռ մասնավոր սեկտորը կամ չգիտի կամ չունի բավարար վստահություն գիտության նկատմամբ, որը շատ լավ զարգացած է եվրոպական երկրներում։ Օրինակ մեր գործընկեր ինստիտուտները, նույն Բորդոյի համալսարանը, իմ գործընկերն ասում է, որ ամեն տարի $15 միլիոն ինքը միայն բիզնես սեկտորից աջակցություն է ստանում, որովհետև իրեն խնդիրներ են առաջադրում, եւ չկա որևէ երաշխիք, որ դու բավարարելու ես իրենց ակնկալիքները։ Դա բիզնեսի հետաքրքրությունն է գիտության նկատմամբ, որովհետև եթե ինքը ուզում է ինչ-որ X սորտից խաղող գինի ստանա, կներեք, ինքը պիտի որոշակի հետազոտություններ իրականացնի ու կապ չունի, որ իր ակնկալիքները չեն բավարարվելու, բայց ինքը միևնույն է, այնքան է վստահում իր երկրի գիտնականներին, որ այդ խնդիրը տալիս է։ Դա մեզ մոտ չկա։ Ես օրինակ շատ երկար ժամանակ սպասում էի, որ պետությունը մեզ ինչ-որ խնդիր կտա, որովհետև գուցե շատերը չգիտեն, բայց շատերն էլ գիտեն, որ Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսներով միայն մենք ենք զբաղվում, որ եթե կան սորտեր, որոնք պիտի գրանցվեն, դա բացառապես մեր ակտիվի մեջ է մտած։ Տարբեր վիրուսային եւ ոչ վիրուսային սնկային հիվանդությունների նույնականացում միայն մենք ենք անում։ Բայց միայն անցյալ տարի մեկ մասնավոր սեկտորի հետ մենք կնքեցինք պայմանագիր ծառայությունների մատուցման, որը ոչ թե շահույթի մասին էր, այլ զուտ այդ պրակտիկան սկսելու գոնե, այդ պրակտիկան ներդնելու համար։ Դա էլ շատ եւ հետաքրքիր նախադեպեր էլ կային, օրինակ Հայաստանից ինչ որ կազմակերպություն դիմել էր եվրոպական մեկ երկրի outsource-ի համար, իսկ իրենք գիտեն, որ դրանով ես եմ զբաղվում, իրանք էլ ինձ էին խնդրել, ասում դու կանես իրանց համար, մենք էլ քեզ outsource, ասեցի ոչ իհարկե, որտեվ իրանք գիտեն, որ մենք անում ենք, այդ հարևանի հարցը միշտ ավելի գեղեցիկ է տարբերակը, դեռ մեր մոտ շատ արմատացած է։ Բայց դրական միտում նկատում եք, որ գուցե այս տնտեսվարողների կապը բերի նրան, որ վստահությունն էլ կա ձեր աշխատանքի հանդեպ, ու իրենք կամաց-կամաց այդ մշակույթը մտցնեն իրենց մեջ, որ կարող են գալ ինչ-որ հարցերով։ Տենդենսը եզակի դեպքերի հետ է կապված։ Այսինքն, իսկ դա ինչից է գալիս, որ մենք չունենք օրինակ տնկարանային տնտեսություններ, հա, երբ որ մարդ ուզում է բիզնես սկսել այդ ոլորտում, ինքը պիտի ձեռք բերի տնկանյութ, որը նույնականացված է, անձնագրավորված է եւ որը, այո, եւ որը պաթոգեններից, վիրուսներից զերծ է, այսինքն ֆիտոսանիտարական անձնագիր եւս պիտի ունենա։ Այդ բոլոր խնդիրներով մենք ենք զբաղվում եւ հարգելի Աննա, այսքան տարվա մեջ առաջի անգամ այս տարի դեկտեմբերի 30-ին մեր փոխնախարարներից մեկը հենց դեկտեմբերի 30-ին ինձ ընդունեց, լսեց եւ ես վստահ եմ, որ ինչ որ բան տեղից կշարժվի, որովհետեւ դա առաջին նախադեպն էր մեր կյանքում, որ մեր կատարած աշխատանքին սկսեցին լուրջ վերաբերվել, որտեղ նորից առաջի անգամ Հայաստանում սեկվենավորեցինք նաև ֆիլոքսերան, որը խաղողի վազի ամենավտանգավոր վնասատուներից մեկն է եւ 1860-ական թվականներին Եվրոպայում իսպառ ոչնչացրեց բոլոր խաղողի այգիները եւ դա մի գենեգործ Հյուսիսային Ամերիկայից ուղակի խաղողներ էր բերել Եվրոպա, Ֆրանսիա եւ այդ լվիճը հետ եկել էր ու 3-ից 5 տարում ամբողջ այգիները վերացան։ Հիմա եթե դա տարածվի, արդեն հիմա մենք լուրջ խնդիր ունենք եւ այդ միտքը գաղափարը մի քանի տարի իմ գլխում պտտվում էր, ես որտեղից ֆինանս գտնեմ եւ երբ որ անցյալ տարի մենք ստացանք միանգամից 2 պրոյեկտ գիտության կոմիտեի կողմից
ստորաբաժանման ամրապնդում եւ հեռանկարային ուղղությունների զարգացում այդ խնդիրը ես ձևակերպել էի եւ ես շատ շնորհակալ եմ անկեղծ այդ հնարավորության համար, որ կոմիտեի ֆինանսավորմամբ առաջի անգամ 7-8 տարի գլխում այդ միտքը պատտվում է, բայց դու չունես ֆինանս, մենք սեկվենավորեցինք, իմ երեխեքը կատակով ասում են հայուգենով ֆիլոքսերային, որտեղ ստացվեց հայուգենով, այդ պոպուլյացիան միանգամայն տարբեր է, ինքը եվրոպականի կլաստերի մեջ է, այո, ինքը մոտ 20 տարի Հայաստանում կա, բոլորը գիտեն այդ խնդիրները, շատ այգիներ են ոչնչացել, բայց տենց ջայլամի քաղաքականությամբ մենք անդադ առաջ ենք շարժվել։ Հիմա արդեն կուսումնասիրեք եւ ինչ-որ պատկերներ կստանաք, թե ինչքանով է տարածված Հայաստանում։ Արարատյան դաշտը կարող եմ ասել ամբողջությամբ վարակված է արդեն։ Մենք շատ լուրջ խնդիր ունենք նաեւ օրենսդրական կարգավորումների, որ Վայոց ձորը կարողանանք կարանտին գոտի հռչակել եւ որ հանկարծ Վայոց ձորում չհայտնվի, որովհետեւ Վայոց ձորում մենք ֆանտաստիկ ռեսուրսներ ունենք, փոքր են այնտեղ, փոքր են հողակտորները, փոքր են թանուր այգիների քառակուսին, բայց ֆանտաստիկ կենսաբազմազանություն ունենք եւ դա ուղղակի ինձ համար անձնական ողբերգություն կլինի, որ հանկարծ ֆիլոքսերան հասնի։ Որ ասացիք փոխնախարարը ձեզ լսեց, հույս ունեք, որ այս բոլոր բարձրաձայնված մտահոգությունները ի վերջո ինչ-որ ձևով լուծում կգտնեն եւ այդ կարանտինի եւ այդ անձնագրավորման մասով։ Գալով մի քիչ ավելի դրական թեմաների, վերջապես հասնենք գրքին, հա, ամփոփելով այս ձեր բոլոր աշխատանքները, կպատմեք գրքի մասին ու ավելի մանրամասն ու քանի տարի աշխատեցիք, հա, ինչը որոշեցիք ներառել մեջը, ինչը չներառել ու այսպես հա նշանակությունը ինչ կարևոր նշանակություն ունի ու ինչ ինֆորմացիա է տալիս ձեր հավաքագրած խաղողների մասին այս գիրքը։ 2022 թվականին, երբ որ ես տեսա արդեն 2000-ը անցել է սեկվենավորված ու էլի Գերմանիայում էի, Էրիկային ասացի, ուզում եմ այս ամենը գրքի տեսքով ներկայացնել, որ հետո հաջորդ սերունդները գան, ինձպես շատ չաշխատեն, որ ռեֆերենս ունենան, որովհետև իսկապես հսկայական դատա էր եւ դա միայն հոդվածների տեսքով կամ գիտաժողովներում զեկույցների տեսքով ամփոփելը ճիշտ չի, պիտի փաստագրեինք եւ պահեինք ավելի երկարաժամկետ, ինքը միանգամից ողջունեց եւ ես հենց 2022-ի վերջից սկսեցի աշխատել, այստեղ չափազանց ինձ օգնեց իմ գրքի դիզայները Հայրապետյան Տիգրանը, ով ինձ համար ես երեք իրան ասացի Տիգրան դու աշխարհի ամենահամբերատարն ես, որտեղ ես շատ բծախնդիր եմ, գույները կեստոն բաց, կեստոն մուգ գծերը, որովհետև ես ուզում էի, որ այս գրքում բացի զուտ գիտությունից լիներ պատմամշակութային, նաև էսթետիկ կոմպոնենտ, որ մարդ ով ձեռք բերի գիրքը ինքը նաև գեղագիտական հաճույք ստանա եւ ինքը շատ դաժան աշխատանք էր 2-3 վեգետացիոն տարիներ բոլոր սորտերը հավաքվել են այգիներից եւ բերել են հատուկ ֆոտոստուդիա, բոլոր ողկույզները հատ-հատ կախել ենք, այստեղ դուք մեկ նկար եք տեսնում, բայց իրականում ամեն ողկույզի համար մի 20 նկար ենք ստացել, հետո ընտրում ենք որն է ամենալավը, եւ սա արված է բացառապես խիստ գիտական, կանոնիկ կերպով, եթե առաջ օրինակ այստեղ կան հստակ կանոններ սորտի մորֆո անձնագիրը ստեղծելու մեջ, այսինքն դու միշտ պիտի ընտրես ճյուղի 7-րդ տերևը, 7 կամ 8-րդ, հաշվես 30 ողկույզ, ընտրես ամենից հաճախ հանդիպող մորֆոտիպը, ոչ թե այն, որ ամենամեծն է, քեզ համար ամենագեղեցիկն է, այլ այն, որը տիպիկ է հենց սորտին ամենից հաճախ հանդիպողն է, եւ այս շատ խիստ գիտական այդ մեթոդաբանությամբ շարժվելով 2 տարի, մոտ 9 ամիս մենք աշխատեցինք զուտ դիզայնի, նմուշները հավաքելու, նկարելու, մշակելու վրա եւ ինձ թվում էր արդեն այս երբեք չի պատահի եւ ուղղակի 2 օր առաջ հրատարակչություն զանգեցին ու ասացին, որ արդեն առաջի մի քանի տասնյակը ուղարկում են։ Նշեցիք մշակութային հղումների մասին, նաև երևի այդ մասով էլ մանրամասնեք, հա, դիզայնը անելիս հայկական մշակույթի ինչ տարեր եք վերցրել։
Այո, մենք հիմնականում ոգեշնչվել ենք մանրանկարչությունից հայկական եւ մոմիկի քանդակագործությունից, որտեղ այնտեղ կան խաղողներ, վազեր, դետալներ ենք վերցրել ու փորձել ենք բերել դեպի գիրք ու գիրքը դարձնել այդ առումով նաեւ խիստ հայկական։ Այստեղ գրքի կազմի պապիկ է, որի դեմքի մշակումը երևի ավելի երկար տևեց, քան այդ ամբողջ գիրքը, որ ես կազմեցի, որովհետև ունքը դուրս չէր գալիս, փեղերը դուրս չէին գալիս, քիթը դուրս չէր գալիս, բայց հետո այդ ամբողջը 10-րդ դարի մանրանկարչությունից Տիգրանը հավաքեց դեմք, որը հայ պապիկի, հայ խաղաղագործ պապիկին պիտի ամբողջացնի ու արտացոլի ու կարծում եմ, որ վատ չի ստացվել եւ գույներն էլ փորձել ենք, որ լինեն մեղմ, հանգիստ։ Ես երբ որ Տիգրանի հետ առաջ անգամ հանդիպեցի, ասացի ուզում եմ լինի պարզ եւ էլեգանտ գիրք ու կարծում եմ ինքը իմ իրականացրել է իմ ցանկությունը, որովհետեւ կարծիքները ով տեսել է շատ դրական է եղել, բայց սա արժեքավոր է այն առումով, որ բոլոր սորտերի ճշգրտության հետ կասկած չկա, որովհետև բոլորի գենետիկական անձնագրերն են ներկայացված եւ դա շատ կարեւոր է նաեւ որ բոլոր սորտերը ներառել ենք տվյալների բազայում, որ որևէ երկրից որևէ մեկը հավակնություն չունենա օրինակ Արենին կամ Մսխալին ոչ հայկական հռչակելու։ Եվ ամենակարևոր բանը, որ 10-20 տարի հետո ինչ-որ մեկը ուզենա այս ուղղությամբ Հայաստանում հետազոտություններ իրականացնել, արդեն այն գիրքը, որ պիտի բացի համեմատի հասկանավոր տեսակներ ունենա, դուք դրա հնարավորությունը պատմում եք, որ ասպիրանտական տարիներին չունեիք։ Չունենք, չէ, դա շատ դժվար էր եւ դա հիմնական պատճառն էր, որ պետք է լինել այսպես ռեֆերենս մի բազա, կլիներ դա տվյալների բազայի տեսքով, թե հիմա արդեն գրքի տեսքով, իսկ սկզբանե մենք 220-ն էինք ընդգրկել, բայց ինքը շատ հաստափոր էր ստացվում ու հիմա 181 սորտ է նկարագրված։ Եվ դրանով հանդերձ էլի հաստափոր ու Էլի 3.5 կիլոգրամ ստացվեց։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր շատ լսել ձեր հետազոտությունների, աշխատանքների մասին ու միանգամից շնորհավորում եմ այս գրքի հրատարակության կապակցությամբ։ Ես էլ եմ շնորհակալ Անա ջան եւ ինձ թվում է ես իրավասու եմ բոլոր գիտնականների անունից քեզ անձամբ շնորհակալ լինելու որպես գիտության եւ գիտության մարդկանց ոչ միայն հաջողությունները, այլ նաեւ մեր դժվարությունները շատ հաճախ լուսաբանելու համար անկեղծ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Քրիստինա Մարգարյանի հետ, որը մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի լաբորատորիայի ղեկավարն է։